Սիրելի եկեղեցի, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև այսօր յուրահատուկ կիրակի է, նախ որովհետև արդեն 180 տարի, չնայած ամեն տեսակ դժվարություններին, մեր եկեղեցին որպես Քրիստոսի եկեղեցի կանգուն է, և բացի դա այսօր այս խորհրդանշական օրով նաև ունենք երկու խորհուրդները, որոնց պիտի մասնակիցը լինենք և արդեն մասնակիցը եղանք, և ուզում եմ այս միտքը կարևոր պահենք մեզ հետ, որ չնայած երբեմն եկեղեցու խորհուրդներին ուրիշ անուններ ենք տալիս, ասում ենք սիմվոլ, կամ հիշատակ, կամ արարողություն և այլն, և որոնք սխալ բառեր չեն, բայց այս բառերը ամբողջությամբ չեն արտացոլում այն իրականությունը, որ տեղի է ունենում եկեղեցու խորհուրդների ժամանակ, որովհետև ինչպես գիտենք, Սուրբ հաղորդության ժամանակ մենք իրական մասնակից ենք լինում Տիրոջ սեղանին, սա իրական մասնակցություն է և իրական Հիսուս Քրիստոս իր մարմինը և իր արյունը տալիս է մեզ համար, դա իրականություն է այսօր, Քրիստոսի ներկայությունը իրականություն է այսօր, և նաև Սուրբ Մկրտության ժամանակ, Հռոմեացիս գիրքը ասում է սա անելով ուրեմն սուզվում ենք մահվան մեջ Քրիստոսի հետ, որպեսզի նաև դուրս գանք մահվանից, այսինքն ջրից, որ հարությունն է նորից Քրիստոսի հետ, այսինքն Քրիստոսի մահվան և հարության իրականության մասնակցությունն է այսօր։ Սուրբ Մկրտությունը ուրեմն կյանքի փոփոխություն է, վերածնունդ է, բայց այստեղ հարց է առաջանում մեզ մոտ, մեզնից շատերն են մկրտված, եթե ոչ բոլորը, և երկու հոգի էլ այսօր մասնակցեցին, բայց չէ որ մկրտությունից հետո հին մարդը ամբողջովին չի վերանում, չէ որ մկրտությունից հետո մենք շարունակում ենք մեղքեր գործել, ուրեմն ինչպես է սա վերածնունդ, չէ որ մկրտությունից հետո դեռ մեղքը կարող է իշխանություն ունենալ մեզ վրա։ Սուրբ գրային հատվածը, որ պիտի ընթերցեմ, Հռոմեացիս գիրք 6-րդ գլուխ 12-ից 14-րդ խոսքեր, լսենք Աստծո խոսքը։ Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն, որովհետև մեղքը ձեր վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի, թող Տերն օրհնի իր խոսքը, եկեք աղոթենք։ Մեր մեծ ու փառավոր Աստված, գոհանում ենք քեզնից, որ ամեն ժամանակ մեզ առաջնորդում ես և հիմա էլ քո խոսքն ես տալիս, որպեսզի սովորենք քո խոսքից և ճանաչենք քեզ և մոտենանք քեզ և քո սիրուն։ Բացիր մեր սիրտը, բացիր մեր ականջները, բացիր մեր միտքը, որպեսզի քո խոսքին հնազանդվենք, ինձ էլ քո ծառային օրհնիր, թող բերնիս խոսքերը ու սրտիս խորհուրդները քո առջև ընդունելի լինեն, ով Տեր, իմ վեմ և իմ փրկիչ, ամեն։ Պողոս առաքյալը շատ յուրահատուկ նամակ է գրում հռոմեացիների համայնքին, Հռոմեացիս գիրքը, և այնտեղ խոսում է մարդկության մեղքի մասին։ Նամակի սկզբում նա անդրադառնում է հեթանոսներին, ովքեր որ մերժեցին Աստծուն, ովքեր որ սկսեցին Աստծո փոխարեն արարածներին պաշտել, ովքեր որ իրենց սրտում դրված օրենքին չհնազանդվեցին,
եւ դրա համար մեղքի իշխանության տակ են։ Եթե այստեղ ավետարանը վերջանար, հрьяաները նամակը վերջանար, ներողություն, հрьяաները պիտի ուրախանային, որովհետև համաձայն են, հեթանոսները մեղքի իշխանության տակ են։ Բայց այստեղ չի է վերջանում նամակը։ Պողոս առաքյալը շարունակում է անդրադառնալով հрьяաներին։ Հрьяաները ունեին օրենքը։ Հрьяաները լսել էին Աստծո խոսքը եւ ունեին հնարավորություն ճանաչել միակ եւ ճշմարիտ Աստծուն։ Եվ չնայած, որ ունեին օրենքը, հрьяաներն էլ օրենքին չենթարկվեցին։ Հрьяաներն էլ Աստծո պատվիրանները ունենալով չպահեցին եւ հետեւաբար ամբողջ մարդկության վրա իշխում է մեղքը։ Բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Սակայն բարի լուրը հետևյալն է եւ Պողոսը անդրադառնում է սրան։ Հիսուս Քրիստոս, որպես երկրորդ Ադամ, իր շնորհով, իր ողորմությամբ մեզ ազատում է մեղքից եւ մեզ ազատում է այդ մեղքի ծանր հետևանքներից։ Եվ այստեղ մեկ ուրիշ հարց ռետորական, որ Պողոս առաքյալը ինքն է բարձրացնում, որ գուցե սխալ ընկալվի, ուրեմն եթե Քրիստոսի շնորհը մեզ ազատագրում է մեղքից, ուրեմն ազատ ենք մեղք գործելու, որովհետև որքան որ մեղքը շատանում է, այնքան շնորհն է շատանում։ Ուրեմն ինչքան կարող ենք մեղքեր գործել, այսպիսի ընկալում կարող էր լինել, սակայն այս ընկալմանը Պողոսը պատասխանում է մի նախադասությամբ, մի բառով, քավլիցի, որ նշանակում է ոչ թե պարզապես այդպես չէ, այլ այս միտքը եթե հնչի, այս միտքը զզվելի է, ոչ մի ձևով ընդունելի չէ եւ նույնիսկ հակառակն է։ Քանի որ այլևս օրենքի տակ չենք, մեղքին չպիտի ենթարկվենք։ Եվ այստեղ է, որ Պողոս առաքյալը բերում է մկրտության խորհուրդը։ Մկրտությունով, ինչպես մկրտության ժամանակ, ընդհանրապես շատ ժամանակ այդ ոճով է արվում, իհարկե ոճին չպիտի կենտրոնանանք, ինչպես մկրտության ժամանակ անձը սուզվում է ջրի տակ եւ հետո դուրս է գալիս, այդպես սուզվելով նա ասոցացվում է Քրիստոսի մահվան հետ, խաչի վրա եւ դուրս գալով հարության հետ։ Միայն մի տարբերությամբ, այս երկու իրականությունների մեջ ժամանակագրական տարբերություն կա, որովհետև սուզվել կամ Քրիստոսի հետ մահանալ բառի համար Պողոս առաքյալը օգտագործում է անցյալ ժամանակաձևը, մենք մահացանք Քրիստոսի հետ, իսկ դուրս գալու կամ հարություն առնելու համար ապագա ժամանակաձևը, մենք հարություն կառնենք Քրիստոսի հետ, ուրեմն մենք այս միջանկյալ շրջանում ենք։ Եվ այստեղ է, որ 12-րդ համարից, 6-րդ գլուխ 12-րդ համարից Պողոսը նորից բացատրում է, թե ինչ է նշանակում հարությալ կյանքը, թե սա ինչ է նշանակում Քրիստոսի հետ հարություն առնել։ Պողոս առաքյալը յուրահատուկ հռետորություն է օգտագործում։ Ընդհանրապես Պողոսը սիրում էր այս հռետորությունը, այ կոչվում է սենդվիչի հռետորաբանություն, որտեղ կարևոր ասելիքը կենտրոնում է։ Այսինքն ինչպես սենդվիչի մեջ հացն է, որոշ կանաչի եւ այլն եւ կենտրոնում են կարևոր ուտելիքը, են համեղ բաժինը կամ միսը եւ հետո նորից որոշ կանաչիներ եւ հացով փակվում է, նույնպես Պողոս առաքյալը շատ ժամանակ կարևոր միտքը ասում է կենտրոնում։ Օրինակ Կորինթացիներ 12-րդ գլխում խոսում է պարգևների եւ շնորհների մասին, 14-րդ գլխում նորից խոսում է պարգևների մասին, 13-րդ գլխում ասում է, եթե այս ամենը ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Կարևորը կենտրոնում է ասվում։ Հիմա այստեղ, բայց եկեք դրսի շերտից դեպի ներսի շերտ գնանք այս սենդվիչի համար։ Առաջին շերտում հացն է եւ 12-րդ եւ 14-րդ համարներում Պողոս առաքյալը միանման նախադասություններ է օգտագործում մի փոքր տարբերություններով։
12-րդ գլուխ, թող մեղքը ձեր վրա չթագավորի, ձեր մահկանացի մարմիններին թող չթագավորի։ Պողոս առաքյալը հիշեցնում է, մենք չնայած որ մկրտվեցինք, բայց դեռ մահկանացու ենք, դեռ մահվան ենթակա ենք, դեռ կարող ենք հնազանդվել կամ ստրուկը լինել մեղքի իշխանության, դեռ մեղքի դեմ պայքարի մեջ ենք, որովհետև դեռ հարությամբ Քրիստոսին լիարժեք ամբողջովին չենք միացել։ 14-րդ համարում նորից է նույն ձև ասում, իհարկե արդեն չթագավորի բառի համար ապագա ժամանակաձևը օգտագործելով, ապագայում չպիտի թագավորի մեղքը ձեր վրա, որից հետո այս հացի վրա մի փոքր համեմունք է լցնում, որը շատ կարևոր է, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Հետաքրքիր փոփոխություն է կատարվում։ Տրամաբանական պատասխանը, որ օրենքի տակ չենք, պիտի լիներ օրենքի տակ չենք, թող մեղք գործենք։ Հիմա Պողոս առաքյալն ասում է, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի, ուրեմն մեղք մի գործեք։ Այն փաստը, որ օրենքի տակ չենք, մեզ ոչ թե մղում է մեղք գործելու, այլ մեղքի դեմ պայքարելու։ Գիտեք, շատ ժամանակ հիվանդանոցներում, եթե տվյալ անձը կարող է վտանգավոր լինել ինքն իր կամ շրջապատի համար, այս մարդկանց զսպաշապիկ են հագցնում, որպեսզի վտանգը չեզոքացվի։ Սակայն եթե մարդը բուժվում է կամ առհասարակ այդ խնդիրը չկա, տվյալ մարդուն զսպաշապիկ չեն հագցնում։ Ոչ թե որովհետև այդ մարդը կարող է վնասել կողքիններին, այլ որովհետև այդ հիվանդությունը չկա, որովհետև այդ խնդիրը չկա, օրենքը կարծես այս զսպաշապիկի դերն է կատարում, քանի որ կա խնդիրը, քանի որ մարդը կարող է այսինչ կամ այնինչ սխալ բան անել, ուրեմն նա կարիք ունի օրենքի, որը որ նրան կզսպի այդ ինչ բաներն անել։ Մենք լսել ենք, որ տարբեր երկրներում կան նույնիսկ ծիծաղելի թվացող տարօրինակ օրենքներ։ Օրինակ մի երկրում, աֆրիկյան մի երկրում չի կարելի քննությունը ձախողելուց հետո տվյալ դասախոսին ուրեմն այրել կրակով։ Կամ մի ուրիշ երկրում չի կարելի վաննայի մեջ կոկորդիլոսին լողացնել։ Կամ Ֆրանսիայում չի կարելի շանը անվանել Նապոլեոն։ Սրանք նույնիսկ ծիծաղելի են, այո, մեզ համար, բայց ոչ այն մարդկանց համար, ովքեր որ այս օրենքները գրել են, որովհետև տվյալ երկրներում տվյալ խնդիրը կա, որովհետև տվյալ կոնտեքստում այդ մարդիկ նման բան անելու ի վիճակի են և դա վտանգավոր է։ Սակայն սա չի նշանակում, որ մեկ ուրիշ երկրում, որտեղ այդպիսի օրենք չկա, աշակերտը կարող է այրել իր դասախոսներին, ոչ, չկա այդ օրենքը, որովհետև չկա նաև այդ խնդիրը։ Պողոս առաքյալն ասում է, այլևս օրենքի տակ չեք, այլևս բուժվել եք և օրենքը, որպես զսպաշապիկ, ձեզ զսպելու կարիքը չունի։ Ինչպես Երեմիայի մարգարեության մեջ ընթերցեցինք, կգա ժամանակ, որ այլևս ոչ մեկին օրենքը չի ուսուցանի, որովհետև այդ օրենքը իրենց սրտի վրա գրված կլինի։ Այս սրտին դեռ պիտի անդրադառնանք, որովհետև սիրտը այն կենտրոնական, այն միսն է, որը որ պիտի գա։ Սակայն գալիս է երկրորդ փուլը, մեջտեղի շերտը, որ ես այսպես եմ կոչել կանաչին, 13-րդ գլխի առաջին և երրորդ մասերը, որ նորից իրար նման նախադասություններ են։ Ձեր անդամները մի ներկայացրեք մեղքին, որպես անարդարության զենք,
Հետո, ապա ձեր անդամները ներկայացրեք Աստծուն որպես արդարության զենք։ Ինչն է մեր անդամները։ Ուղիղ իմաստով դա մեր մարմնի մասերն են, ձեռքերը, ոտքերը եւ այլն։ Սակայն Պողոս առաքյալը միայն մարմնի մասեր նկատի չունի, այլ այն բոլոր ամեն մի մասնիկները, որոնք որ մեզ հետ են։ Դրանք կարող են լինել ուրեմն մեր կարողությունները, մեր շնորհները, մեր տաղանդները, մեր հիշողությունը, այն ամեն հիշողությունը, որ մեզ հետ բերում ենք, մեր մշակույթային մտածելակերպը, մեր աշխարհայացքը, մեր աշխարհընկալումը, այն բացասական բաները, որ մեզ հետ տեղի ունեցան, մեր ցավը, մեր տրավմաները, այս ամեն ինչը Պողոս առաքյալը ասում է զենքեր են։ Նա օգտագործում է հենց զինվորական լեզու ասելու այս ամեն ինչը զենքեր են, բայց ում ձեռքին, ում եք ներկայացնում, ում ենթակայության տակ ենք դնում այս զենքերը, այս ամեն ինչը, որ մեզ հետ կատարվել է, ինչին է ծառայում, եւ Պողոս առաքյալն ասում է, այդ ամեն ինչը մի ներկայացրեք մեղքին, մեղք, որի հետևանքը անարդարությունն է, մեղք, որի հետևանքը ցավի բազմապատկումն է, դժվարությունների բազմապատկումն է, տառապանքի բազմապատկումն է։ Մի դարձեք զենք թշնամու ձեռքում, ձեր զենքը մի տվեք թշնամուն, որպեսզի ձեր թշնամին ձեզ կրակի, այլ այս ամեն ինչը դարձրեք զենք Աստծո արդարությանը ծառայեցնելու համար։ Այս ամեն ինչը, այդ ամեն ինչը թող զենք լինի։ Սակայն մի ուրիշ կարևոր բանի եմ ուզում ուշադրություն դարձնենք, որ չնայած որ երբեմն մենք կարող ենք մտածել, թե ինչ որ անում եմ, այդ եմ, եւ երբեմն կարող ենք մարդուն ճանաչել իր մեղքով եւ ասել այս մարդը սա է, որովհետեւ այս մեղքը գործեց, սակայն Պողոս առաքյալը ասում է սրանք քո մասնիկներն են, սրանք բաներ են, որ քեզ պատկանում են, բայց դու սրանց մի պատկացիր եւ կենտրոնում արդեն, սրտում արդեն Պողոս առաքյալը անդրադառնում է այն կարևորին։ Ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն։ Ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացողներ։ Եվ կենդանացողներ բառի համար շարունակական, ներկա շարունակական ժամանակաձևն է օգտագործված, ինչը նշանակում է, որ դա պրոցեսի մեջ է, որ դա տեղի է ունենում։ Ով ենք մենք, հարցի պատասխանը շատ հստակ է։ Աստծո պատկերով, Աստծո նմանությամբ ստեղծված մարդ, որ ունի եւ պատկանում է Աստծուն, մարդ, ով այո մեղանչեց եւ ընկավ, բայց Քրիստոսի հարությունով մենք հարության պրոցեսի մեջ ենք, մենք այդ աճի, այդ վեր բարձրանալու պրոցեսի մեջ ենք, թող ոչ մեկ մեզ չխաբի ասելով, թե դու քո ինքնությունը, քո էությունը մեղքն է, երբ որ ասում են մարդ եւ հասկանում մեղք, սա կեղծ մոտեցում է, որովհետեւ մենք այո մեղքին կարող ենք ենթակա լինել, բայց մեր ինքնությունը Քրիստոսի հետ մեկանալու եւ Քրիստոսին մոտենալու ինքնությունն է, Աստծո պատկերի եւ Աստծո նմանության ինքնությունն է։ Այո, մարդը մեղավոր է։ Առաջին դարի ստոիկ փիլիսոփա Սենեկան ասում է. մարդիկ սիրում են իրենց արատները եւ միևնույն ժամանակ ատում են դրանք։ Մենք ոչ միայն սխալ ենք գործել, այլև մինչև վերջ կանենք այդ սխալը։ Խնդիրն այն չէ, որ մենք սխալներ ունենք անցյալում, ավելի մեծ խնդիր կա, որ նաև սխալներ ունենք ապագայում։ Այո, մեղքը այսօր ունի իշխանություն եւ պետք չի, որ կարծենք, որ մկրտությունից հետո մեղքի իշխանությունից այլևս վերջնական ազատված ենք։ Սիրելի
քույր եւ եղբայր, կարող ես ինքդ քեզ ճանաչել եւ ճանաչել թե այն որ անդամներն են, այն որ զենքերն են քեզ վրա, որոնք որ քո թույլ տեղն են։ Կարող ես այդ քո պատերազմի դաշտում ճիշտ տեղորոշել, թե որ սահմանն է, որ թույլ է, որտեղ կարող ես ընկնել։ Մեկի մոտ կարող է դա լինել տարբեր, մեկի մոտ բամբասանքը, մեկի մոտ փողասիրությունը, մեկի մոտ այլ բաներ, մեկի մոտ ինքներս, ամեն մեկս մեզ ճանաչենք, կարող ենք ճանաչել քրիստոնեական կյանքի ընթացքը պայքարի ընթացք է, սա ռազմաճակատ է, որտեղ հանգստանալը նշանակում է թուլանալ և պատրաստ լինել հարձակման, կամ պատրաստ չլինել հարձակման։ Քրիստոնեական կյանքի ընթացքը խաղաղ ժամանակաշրջան չէ, սա հոգևոր լուրջ պայքար է և այդ պայքարի մեջ կարող ենք տեղորոշել մեր մեղքը։ Սակայն այս պայքարի մեջ բարի լորությունը հետևյալն է։ Սենեկան շարունակում է, փիլիսոփաս Սենեկան շարունակում է, նա ասում է, որ մարդկանց ամենից առաջ անհրաժեշտ է երկնքից դեպի ներքև իջած մի ձեռք, որը կբարձրացնի նրանց։ Երկնքից դեպի ներքև իջած մի ձեռք, որը կբարձրացնի նրանց։ Լավ նորությունը հետևյալն է, այդ ձեռքը իջավ երկնքից դեպի ներքև։ Եթե կուզեք, այդ ձեռքը դեպի մեզ է գալիս Քրիստոսի խաչի միջից, այդ ձեռքը դեպի մեզ է գալիս Սուրբ Ծննդյան մսուրի միջից, այդ ձեռքը դեպի մեզ է գալիս Գալիլեայի ճանապարհներից, այդ ձեռքը դեպի մեզ է գալիս Գողգոթայի ճանապարհից։ Աստված Հիսուս Քրիստոսով այցելեց իր ժողովրդին, որպեսզի մեզ իր շնորհով դեպի վեր բարձրացնի։ Այս ճակատամարտի մեջ, որ ունենք հոգևոր ճակատամարտի, մենք միայնակ չենք։ Հիսուս Քրիստոս մեզ հետ է, նա է մեր առաջնորդը։ Եվ այստեղ մեկ ուրիշ հարց եմ ուզում տալ։ Մեր թույլ տեղերը գուցե տեղորոշեցինք, գուցե ոչ։ Իսկ կարող ենք ուժեղ տեղերը տեղորոշել։ Որտեղ է, որ ես հաղթում եմ։ Որն է այն պոտենցիալը, որ ես ունեմ։ Որն է այն կարողությունը, որ ես ունեմ։ Ինչ կարող եմ անել։ Քրիստոս ազատագրում է մեզ մեղքի գերությունից։ Քրիստոս տալիս է մեզ մի նոր ինքնություն։ Այս նոր ինքնության մեջ Հիսուս Քրիստոս արձակում է մեր զսպաշապիկը, արձակում է մեր ձեռքերը։ Սակայն մենք ենք որոշում այդ արձակված ձեռքերով դիմացինին կհարվածենք, թե կգրկենք, կվնասենք, թե կսիրենք և կօրհնենք և կօգնենք։ Բայց պետք է հիշենք, որ դեռ պայքարի մեջ ենք, որ Քրիստոսի հետ մտանք մեղքի մահվան մեջ և այլևս մահացած ենք մեղքի համար, բայց Քրիստոսի հետ պիտի դեռ հարություն առնենք և այդ ժամանակ կլինի վերջնական ազատագրումը մեղքից։ Իսկ մինչ սա մենք հոգևոր ճակատամարտի մեջ ենք և մեր առաջնորդն է Հիսուս Քրիստոս։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք քեզնից, Տեր, գոհանում ենք քեզնից, որ մեր մեղքերի ճահիճի մեջ այցելում ես մեզ, որպեսզի մեզ այնտեղից վեր բարձրացնես, որ մեր այսքան սխալ գործերի մեջ մեզ շարունակում ես կանչել մեր անունով և ազատագրել, փրկել և այդ հարության հույսը տալ։
քեզ միանալու հույսը տալ։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզ առաջնորդում ես։ Հիմա քո առջև ենք գալիս խոստովանելով մեր պարտությունների մասին, որ շարունակաբար մեղքի դեմ ճակատամարտի մեջ պարտվում ենք, եւ խնդրում ենք Տեր, որպեսզի քո շնորհով մեզ զորացնես հակառակվելու եւ մեզ պատկանող բաները մեղքին չենթարկեցնելու համար։ Խնդրում ենք Տեր քո շնորհը որպես օրհնության անձրև թափես մեզ վրա եւ մեզ առաջնորդես դեպի քո ճանապարհները, որովհետեւ քո ճանապարհները են լավագույնն են։ Ամեն։